2025 թվականի գարնանը Հայաստանում մեկնարկեց լայնածավալ մշակութային ծրագիր։ Ծրագրի հիմքում մի գաղափար էր՝ պարզել մեր այսօրվա մշակութային կրթական ոլորտի խնդիրները, հայտնաբերել, օգնել, միավորել և զարգացնել։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցության հետ համատեղ իրականացրեց ծրագիր, որը ներառեց Հայաստանի բոլոր մարզերն ու համայնքները, ստեղծելով մշակութային կրթության միասնական դաշտ։ Հանրապետության լավագույն մասնագետները, երաժիշտներ, նկարիչներ, պարուսույցներ, բեմարվեստի գործիչներ եղան ամենուր, Ճամբարակից մինչև Աշոտսկ, Բագրատաշենից մինչև Դալարիկ։ Նրանք այցելեցին ամենահեռավոր և սահմանամերձ դպրոցները առանց բացառության։ Նպատակը միայն ուսուցանելը չէր։ Մասնագետների այցերը միտված էին մշակութային կրթության ներկայիս մակարդակի, հաջողությունների, դժվարությունների և աջակցության կարիք ունեցող ուղղությունների մասին համակողմանի պատկեր կազմելուն։ Յուրաքանչյուր դպրոց ներկայացրեց իր աշակերտների լավագույն 10%-ը։ Հազարավոր ելույթներ, տասնյակ գործիքներ, ձայներ, գույներ և պատկերներ։ Այս ծրագիրը դարձավ մշակութային կրթության մշտադիտարկման և մեթոդական աջակցության գործիք, հնարավորություն տալով վերլուծել կրթական գործընթացների արդյունավետությունը, գնահատել մասնագիտական մակարդակը և սահմանել զարգացման առաջնահերթ ուղիները։ Արդյունքում ձևավորվեց Հայաստանի մշակութային կրթության քարտեզը, որտեղ յուրաքանչյուր համայնք զբաղեցրեց իր հորիզոնականը։ Դպրոցների և համայնքների ստացած միավորներով ձևավորվեցին դպրոցների, համայնքների և մարզերի վարկանիշային ցուցանիշները։ Հանձնաժողովի կողմից հավաքագրվեց տեղեկատվություն կրթության իրական վիճակի և խնդիրների մասին։ Կարևոր մի փաստ՝ ստացված վարկանիշային աղյուսակը ոչ թե մրցակցության մասին էր, այլ մշտադիտարկման, ռազմավարության մշակման, նախ և առաջ խրախուսման և ոգևորման գործիք։ Ծրագրի շրջանակում իրականացվեց նաև ունկնդրում հանրապետության այն երեխաների, որոնք սովորում են պետպատվերի շրջանակում, թվով 1181 աշակերտ։ Հավաքագրվեց փաստական տեղեկատվություն երկրի բոլոր մշակութային կրթություն իրականացնող դպրոցների մասին, հանրապետության հանրակրթական դպրոց հաճախող երեխաների և մշակութային կրթություն ստացողների տոկոսային հարաբերակցության վերաբերյալ մարզ առ մարզ։ Մի քանի թիվ. Ազգային, փողային, լարային նվագարանների բաժիններում հանրապետությունում սովորում է 5568 երեխա։ Այս աշակերտների մոտ 22%-ն ամբողջությամբ սովորում է պետական հովանավորությամբ, իսկ մնացածը, ինչպես մյուս բոլոր արվեստի ուղղություններում, պետական և համայնքային միջոցների զգալի աջակցությամբ։ Այս և բազմաթիվ այլ տվյալների հանրագումարով ծրագրի շրջանակներում ձևավորվեց համապարփակ տեղեկագիր, որը նաև ներառում է կրթօջախների կարիքներն ու առաջարկները։ Այն կդառնա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար կարևոր գործիք մշակութային կրթության հետագա զարգացման համար։ Նախաձեռնությունը ոչ միայն մշտադիտարկում իրականացնելու միջոց էր, այլև դպրոցները, համայնքներն ու մարզպետարաններն ակտիվացնելու հաջողված խթան։ Նախաձեռնությունն այս կոչվեց «Հայրենիքը, արվեստն ու ես», որտեղ հայրենիքը մեր տունն է, արվեստը ապրեցնող ուժը, իսկ ես փոքրիկ մանչուկն ու նրան ձեռք մեկնած ուսուցիչը։ Այո, այս մրցույթ ստուգատեսը դատելու մասին չէր, այլ սիրո, օգնության, փորձի փոխանակման, ուղղորդման։ Ոչ մի լսման օր չանցավ առանց մասնագետների խորհուրդների։ Հանրապետության ավելի քան 5300 երեխա և ավելի քան 1200 մանկավար ստացան փորձառու մասնագետների թանկագին խորհուրդներ, փորձ և ներշնչանք։ Շատ համայնքներում հանձնաժողովի այցերը վերածվեցին իրական տոնի։ Դպրոցների սրահներն ու դահլիճները լցվում էին երաժշտությամբ, պարերով և երեխաների գունագեղ նկարներով։ Եվ ամենուր մեկ բան էր զգացվում՝ համայնքներն ապրում են մշակույթով, արվեստով, կրթությամբ։ Ծրագրի նոր գործիքակազմը մրցույթ ստուգատեսի տեսքով օգնեց, որ երեխաները գիտակցեն իրենց արվեստից կախված է սեփական դպրոցի, համայնքի ու մարզի տեղը Հայաստանի մշակութային կրթության համակարգում։ Այդ գիտակցությունը դարձավ ամենամեծ հաղթանակը։ Ծրագիրը ցույց տվեց, որ մշակույթը կենտրոն չունի։ Այն ապրում է ամեն տեղ, որտեղ կա սիրտ, աշխատանք և նվիրում։ Եվ եթե այսօր մեր երկրում երեխան զգում է, որ իր արվեստն ու մշակութային կրթությունը կարևոր են, նշանակում է պետությունը կարևորում է նրան։ Հայրենիքը, արվեստն ու ես, մեր տունը, մեր սերն ու վաղվա օրը։